Հունիսի 7-ին նախատեսված ազգային ժողովի ընտրություններին մնացել է 3 ամիս, եւ քաղաքական դաշտն արդեն թևակողել է վերադասավորումների ակտիվ փուլ։ 8-րդ գումարման խորհրդարանում ներկայացվածություն ունենալու համար ակտիվություն են ցուցաբերում ինչպես գործող խորհրդարանական ուժերը, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունները։ Նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով շեշտը դրվելու է գործընթացների թվայնացման եւ տեղամասերից ուղիղ հեռարձակումների վրա։ ԿԸՀ ղեկավարը ներկայացրել է նաև անցողիկ շեմերի նորացված տվյալները, որոնք նախորդ տարվա համեմատ նվազել են։ Կուսակցությունների համար սահմանվել է 4%, 3 կուսակցություններից կազմված դաշինքների համար 8%, իսկ ավելի լայն միավորումների պարագայում 15%։ Սահմանված ժամանակացույցի համաձայն կուսակցություններն ու դաշինքները կարող են էլեկտրոնային եղանակով մասնակցության օգտահաշիվներ ստանալ մինչև ապրիլի 23-ը։ Ընտրական հայտերի գրանցումը կտևի մինչև մայիսի 3-ը, իսկ պաշտոնական քարոզչությունը նախատեսված է մայիսի 8-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում հասկանալու համար, արդյոք քաղաքացիները հավատում են, որ ընտրությունները կանցնեն արդար եւ թափանցիկ պայմաններում։ Վստահում են ԿԸՀ գործունեությանը եւ ինչ համոզմունքով են մասնակցելու ազգային ժողովի ընտրություններին։ Վստահում եմ։ Հնարավոր է։ Չէ։ Ինչու եք այդպես կարծում։ Հիմիկվա քաղաքականություն տեսնելով։ Դե որ ամեն ինչ լավ կնի ու երիտասարդի ձայնը կանցնի։ Ինչ համոզմունքով եք ընտրությանը մասնակցելու։ Ճիշտ ասած առաջին անգամն է լինելու ու լավ դրամատուրգիայում հուսինչ թվում է արդար կանցնի։ Այս կյանքում երբեք ոչինչ էլ արդար եւ թափանցիկ չի անցել։ Եվ վստահ, խիստ կասկածում եմ։ Եթե Աստված տա արդար կլինի, էլի։ Բայց որ Աստված չտա, ոնց արդար կլինի։ Ոչինչի ճիշտ ասած Ազիջան չեմ հավատում։ Իհարկե չեմ հավատում, իմ այս վիճակը արդեն փաստ է։ Վստահելը ոնց, առաջին թափը չէի վստահում, որտեղ այնպես բաներ կար, ասենք ամուսին ստեղ չէր, բայց տեսնում եմ իր անունով անցել է, այդպես բաներ կար։ Բայց հիմա կարող եմ ասեմ երևի, հա, 80% վստահում եմ։ Վերջին հարցս, Հայաստանում կասեք, երբ են եղել, որ ընտրությունները իսկապես անցել են արդար թափանցիկ պայմաններում։ 18 թվին։ Ընտրությունները դեմոկրատական հիմք են։ Դեմոկրատական հիմքի ուրիշ սյուներ կան, որ մեր երկրում պակասում են։ Չունեք արհմիություններ, չունեք բողոքարկման միջոցներ, ինքը դեմոկրատիայի համար միայն արդար ընտրությունները քիչ է։ Քանի դեռ չունենք այդ սյուները, ցուցադրական է դեմոկրատիան, դեմոկրատիան չի աշխատել։ Вообще-то վստահում եմ, եթե կողքից շեղումներ չլինեն։ Առիթ տվողներ շատ են լինում։ Հայաստանի պատմության մեջ անկախությունից ի վեր եղել են ընտրություններ, որ իսկապես կարծում եք արդար են անցել։ Էլի իմ համար արդարությունը շատ բարձր, ոնց ասեմ, արժեք ու հասկացողություն է, որը երկրագնդի վրա գոյություն չունի։ Դեպքում իհարկե չէ։ Այո, ինձ թվում է, հա։ Վստահում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանը։ Կիսաչափ։ Իսկ ինչ համոզմունքով եք դուք մասնակցելու ընտրություններին։ Որ արդարություն ունի։ Ինձ թվում է ոչ։ Որովհետև այնց վատ իրավիճակի մեջ ենք ապրում, որ անհնար է, որ նման բան սպասվի։ Կարելի ասել, որ բոլոր ժողովուրդն են խոճապի մատնված։ Մի հարց էլ, ընտրությունները կազմակերպում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Վստահում եք իր գործունեությանը։ Ոչ։ Ոչ մեկին էլ չեմ վստահում։ Այո։ Վստահում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Իմ բանի մեջ կա այն կարգի մարդն, որ ցանկացած մարդուն էլ վստահում եմ։ Երբ ա եղել արդար թափանցիկ, որ հիմա 26-ին ընդհանրապես չենք սպասում, ոչ արդար, ոչ թափանցիկ, քանի որ այս կառավարությունը երբեք արդար չի ժողովրդի հանդեպ, երբեք ազնիվ չի ոչ մի հարցում։ Տա Աստված, որ արդար լինի, բայց չանցնի այս իշխանությունը, անցնի այն, ով մեզ կտանի դեպի լավ ապագա, դեպի ժողովրդի մասին մտածի եւ հուսով եմ, ես շատ հուսով եմ, որ այս կառավարությունը պետք է չանցնի։ Արդար ընտրություններ եղել են 2 անգամ, մեկը երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանն է ընտրվել առաջին 91 թվականին, մեկը երբ որ իշխանափոխություն չասեմ, իշխանազավթում եղավ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը արդար ընտրվեց, բայց ոչ բարով, այսպես կասեի։ Ոչ։ Դենա հերոստացույց նայելով տեսնում ենք, որ ինչեր են
Դա համար կասկածում եմ, որ մաքուր անցքնի չեսնի կլինի, չէ։ Փաշինյանին եմ ընտրելու։ Վստահ եք, որ ընտրությունները արդար կանցնեն։ Արդար պետք է անցնի։ Վստահում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանը։ Վստահում եմ, ցավը տանում, ամեն ինչին է վստահում։ Չեմ կարող ասել։ Վստահում եք կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանը։ Չէ։ 50-50։ Չեն անցնի։ Ինչու՞։ Որովհետև Նիկոլի Վարկանիշը շատ ցածր է, բայց ինքը ամեն գնով կուզենա անցնել իշխանության նորից, դրա համար ամեն ինչ կանի։ Այդպես։ Իսկ ինչ եք կարծում Հայաստանի անկախության պատմության մեջ որ ընտրություններն են, որ արդար են անցել։ Ոչ մի։ Վստահություն ունեմ, որ պետքա լավ լինի։ Թե ընթացիկ ինչ կլինի, չեմ կարող ասել։ Ոչ, իհարկե ոչ, այդքանով ամեն ինչ ասված է։ Ոչ։ Ինչու՞։ 5 անգամ ոչ։ Որովհետև սա անարդարություն է, պետք է արդար լինի։ Ճիշտ ասած, ոչ մի համոզմունք չունեմ, երևի թե ես չգնամ ընտրություններին, որովհետև դեռ առայժմ իմ նախընտրած որևէ մի կուսակցության ծրագիրը ինձ հասկանալի չի։ Իհարկե ոչ, միանշանակ ոչ։ Բայց ինչի՞ պետք է չանցնեն։ Ձեր կարծիքն եմ ուզում իմանալ։ Ես չեմ պատկերացնում, որ չեն անցնի արդար։ Գիտեմ, չդեմ արդար են անցնում։ Վերջի տարիներին։ Հայաստանում երբևէ արդար ընտրություններ անցկացվել են։ Ոչ։